Արտահանումն ու օտարերկրյա ներդրումները խթանելու համար կառավարությունը ազգային ժողով է ուղարկել օրենսդրական փաթեթ, որով ձեռնարկատերերը կկարողանան զսպել արտարժույթի հումքի գնի վարկի տոկոսադրույքի տատանումների ռիսկերը։ Այսինքն ընկերություններն այս ացանցյալ գործիքների միջոցով կկարողանան պլանավորել եւ ապահովագրել իրենց բիզնեսը շուկայական տատանումներից։ Ռուսական ճգնաժամից հետո բավականին մեծ քննարկում գնաց, որ Ռուսաստանի շուկան փոխարժեքի, քանի որ դրամը քիչ արժեզրկվեց, ռուբլին ավելի շատ, մեր բիզնեսը որոշակի խութեր ուներ։ Օրինակ, եթե ածանցյալների շուկան մատչելի լիներ եւ զարգացած, այդ խնդիրը մենք չէինք ունենա։ Այս փոփոխությամբ կազմակերպությունները կկարողանան կնքել futures կամ forward գործարքներ, որոնք կֆիքսեն, օրինակ նավթի գինը 1 տարի անց եւ անկախ գնի տատանումներից 1 տարի հետո կկարողանան նավթ գնել նախապես պայմանավորված գնով։ Նույն կերպ էլ հնարավոր կլինի պայմանավորվել արտարժույթի հարցում։ Առանձին պայմանագրեր են, որտեղ ասենք 1 միլիարդի ածանցյալ forward կնքելու համար պարտադիր չի 1 միլիարդի դոլար դրամ առնեք, ընդհանրապես պայմանագիր է կնքում 6 ամիս հետո, թե ինչ փոխարժեք եք երկուսդ իրարից սպասում։ Այսինքն այս ֆինանսական գործիքների կիրառումը վերաբերում է ֆինանսական շուկայում պրոֆեսիոնալ խաղացողներին, որոնք հնարավորություն են ստանում ապագա գնի վերաբերյալ նախօրոք պայմանավորվել։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը զարմացավ, թե ինչու մինչև հիմա Հայաստանը ֆինանսական գործիքները չի օգտագործել։ Այսքան ժամանակ մենք այս գործիքները չենք կարողացել ունենանք, որ օտարերկրյա ներդրողները իրենց ռիսկերը կառավարեն։ Ներսես Երիցյանը պարզաբանեց, որ այս ֆինանսական գործիքների կիրառման համար անհրաժեշտ է շուկայական խորություն։ Օրինակ 5-6 տարի առաջ անհնար կլիներ բանկերի վրա դնել այսպիսի ֆինանսական պարտավորություն։ Այս տիպի միջազգայնացման խոսակցություն կամ այս տիպի բարդ պայմանագիր բանկային համակարգին մենակ իրավական ծախսերը, որ մեր բանկերը անելու են այս պայմանագիրը ներդնեն, բավականին մեծ են եւ այս տիպի ծախսեր մենք ասենք օրինակ 5-6 տարի առաջ չենք կարող մեր բանկերի վրա դնել, ուղղակի անտրամաբանական կլիներ։ Ներսես Երիցյանի պնդմամբ օրենսդրական փոփոխության դեպքում ներդրումների եւ արտահանման համար երաշխիքներ կապահովվի, ինչը եկող տարի Հայաստանի տնտեսությունում կունենա կոնկրետ չափելի արդյունքներ։ Զորապ Հարոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։